Բայց այդ կապակցությամբ ես օրինակ կօգտվեի այդ հնարավորությունից կգրեի բաց նամակ, չգիտեմ, ձևաչափը դուք ավելի լավ կպատկերացնեք, որը միջազգային պրոֆիլային կազմակերպություններից մեկին, որ նախ եւ առաջ տեղեկացնում ենք ձեզ, որ ԵԽԽՎ փոխնախագահ ընտրված անձը ստում է։ Այդ մեկ փաստերով, տվյալներով, հղում անելով տարատեսակ խախտումների, տարատեսակ մեղադրանքների, որոնք բացարձակապես տակը հիմքեր չունեն։ Օրինակ, դուք այսօր 6 բարձրաստիճան եկեղեցականի նկատմամբ հարուցում եք քրեական գործ, ինչ հոդվածով։ Ես չգիտեմ ինչպես անվանել այդ հոդվածը, նման հոդված չկա։ Եթե փնտրեք, չեք գտնի նման հոդված օրենսգրքում էր, գոյություն չունի։ Այսինքն խոչընդոտել են պետական կառույցի հրահանգի իրականացմանը։ Նիկոլ, ես ավելի պարզ, Նիկոլ, SMS-ը չեն կատարել։ Եկեք ավելի պարզ։ Պարտադրել են կարգալույծ արած մարդուն հետ կարգա չլուծել, չգիտեմ այդ ոնց է լինում, նման բառել չկա անգամ, որովհետև նման գործողություն չի կարող լինել, առհասարակ չի կարող պետությունը ստիպել եկեղեցուն ինչ որ մեկին, չգիտեմ, կարգալույծ արած մեկին հետ վերցնել կամ չգիտեմ նորից օծել, կարգը չգիտեմ ինչպիսին է ու չեմ էլ պատրաստում դա լրջորեն քննարկել, որովհետև չկա նման բան։ Եվ փաստացի այդ հրամանը չկատարելու հիմքով պատժում է ողջ Գերագույն խորհուրդը։ Այո, եւ մարդկանց ուղղակի ինչ որ մեղադրանք է, միանգամից մեղադրանք, կասկածյալ չէ, վկա չէ, ոչ միանգամից մեղադրանք։ Սրանով իսկ ապացուցելով, որ գլխավոր նպատակն է միանգամից փակել նրանց երկրից դուրս գալու հնարավորությունը, դա կոչվում է մեր լեզվով ասած սեկտը փակել, որպեսզի նրանք ուղղակի դուրս չգան երկրից։ Այնքան ակնհայտ ու սպիտակ թելով կարված էր, որ չեն էլ թաքցնում, որ հա, մեր նպատակը դա է։ Ավելին ոչ միայն չեն թաքցնում, այլ նաև արդեն այդ փոխկապակցվածությունն են փորձում, որ հանկարծ Հայաստանի ոչ մի քաղաքացու աչքից դա չվրիպի։ Շաբաթ օրը առաջադրել են ձեր ասած մեղադրանքները, որ գոյություն չունի եւ չէր կարող ունենալ, բայց 2 օր առաջ 5 շաբթի օրը Նիկոլը ասել էր, ինչ էր ասել էր պատասխանատվության կենթարկվեն վարչական դատարանի որոշումը չկատարելու համար։ Այսինքն դրանից անցնում է ընդամենը 1.5 օր եւ հրահանգը տեղ է հասել ինքնավար, իբր ինքնուրույն, իբր որևէ մեկից կախվածություն չունեցող քննիչների եւ քննչական կոմիտեի մոտ։ Էնպես ինչպես օրինակ Սամվել Կարապետյանի դեպքում Նիկոլը ստատուս էր գրում, ԱԱԾ-ն ու հակակոռուպցիոն կոմիտեն ու ոստիկանությունը հեղինակազրկված ամբողջ համակարգը գործում էր։ Ճիշտ է։ Էնպես ինչպես Վեհափար Հայրապետի դեմ ստատուս է գրում Նիկոլը, միանգամից դրանք անցնում են գործի։ Այսինքն այս կապը ուղիղ ակնհայտ է, չեն էլ թաքցնում։ Փաստաբան Արա Զոհրաբյանն է հայտնում, որ ոստիկանությունը ծանուցագրեր է հանձնել Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին, որոնցից մի քանիսը ստացել են դրանք, ծանուցագրերով եպիսկոպոսները որպես մեղադրյալ արդեն ասեցինք, որ հրավիրվել են ներկայանալու քննչական կոմիտե, ծանուցագրով եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ եւ լրատվականներից մեկը քննչական կոմիտեի դիմեց, այնտեղից հայտնեցին, որ դատական ակտը չկատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է այլ մանրամասներ չհայտնելով։ Հիմա ես քեզ հայտնեմ, մի րոպե։ Ես տրամաբանական, ուղղակի պարզ տրամաբանական հարց։ Արդյոք կա որևէ օրենսդրական կետ քրեական օրենսգրքում, որտեղ նշված է, որ հայ առաքելական եկեղեցին կարող է անել սա, իսկ կարգալույծ անել չի կարող կամ կարգալույծ անելուց պիտի հարցնի պետության ղեկավարին։ Այստեղ մեծ ավելի մեծ, չկա, բայց մեծ ավելի մեծ խնդրեմ կա։ Քրեական օրենսգիրքը այլևս չի գործում։ Նիկոլի SMS-ները դարձել են Հայաստանի քրեա դատավարական եւ ոչ միայն նաեւ քաղաքացիական իրավունքը կարգավորող ոլորտը։ Այսինքն կարևոր չի, կա, չկա։ Տենց են ուզել այս մարդիկ։ Կա քրեական օրենսգիր։ Նիկոլը 5 շաբթի ասել էր։ Ինչի մասին ենք խոսում, սահմանադրությունը քանից է խախտվել։ Այո, այո, սահմանադրական կարգը փաստացի մասին ենք խոսում, ուր թե մնաց քրեական օրենսգիրքը չխախտվեր։ Ու այստեղ էլ մի շատ կարևոր հանգամանք կա, այդ ինչ դատական ակտի մասին է խոսքը։ Այնպես չի, որ ինչ որ մի դատավոր ուղղակի որոշել էր առանց որևէ կապի, նույնիսկ կասկած իրենք չեն թողնում, որ մենք որևէ մեկի մոտ հնարավորություն լինի, որ ուղղակի փաստերի կամ իրադարձությունների զուգադիպություններ ոչ, որտեվ այդ դատավորը
բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավոր է, ես հիշեցնեմ այն բարձրագույն դատական խորհրդի, ում ղեկավարին Նիկոլ SMS-ով է նշանակում եւ ազատում, էդ էլ հիշեք։ Դե եթե հիմա շարունակենք ցինիզմը, ես կկարդամ իմ ընկերոջ գրառումը, Վահագն Մխոյանը գրել է. երբ անձը ձեռնադրվում է քահանա, վարդապետ, թե եպիսկոպոս, ապա նրան է փոխանցվում Սուրբ Հոգու շնորհը։ Համապատասխանաբար, երբ անձը կարգալույծ է լինում, նրանից այդ շնորհը վերցվում է։ Ով տվել է, նա էլ վերցնում է։ Հիմա ես մեծ հետաքրքրությամբ ասում կհետևեմ, թե ինչպես է աշխարհիկ դատարանը քննելու, թե արդյոք Արման Սարոյանը Սուրբ Հոգու շնորհի կրող է, թե ոչ։ Այդ Դե դատավորը որտեղ են ստուգելու, ո՞նց է ստուգելու։ Էդգար Հովանիսյանն է, ԲԴԽ անդամ, ով փորձում է ստուգել, ընդհանրապես ի՞նչ է նշանակում, դա մարդ ուզում է հետաձգել իր SMS ստանալու հավանականությունը եւ հնարավորությունը, ակնհայտորեն, որ կայացնելով մի որոշում, որը անգամ ընդդատյա չի դատական համակարգին։ Այսինքն ինչի մասին մենք աշխատանքային վեճ ենք քննում, չէ, աշխատանքային վեճ չես քննում։ Ինչի մասին է այս ամեն ինչը։ Միայն մի բանի մասին, ամեն գնով խափանել հայ առաքելական եկեղեցու բնականon գործունեությունը, այնպես անել գործունեությունը, Անան ջան։ Ես վախենամ, որ վաղը մյուս օրը հայ առաքելական եկեղեցին հայտարարվի ընդամենը հաբեկչական կազմակերպություն կամ ազգային անվտանգության սպառնացող կազմակերպություն եւ արգելվի։ Իդեպ մի շարք կուսակցությունների հետ միասին, որի մեջ ես այդ շարքում տեսնում եմ նաեւ ձեր կուսակցությունը։ Կներես հոռետոսության համար, բայց չէ, դա իրատեսություն է։ Ես արդեն հաշտվել եմ այն մտքի հետ, որ բոլոր կներեք ապուշ ու աննասուն մտքերը, որ գալիս են անհնար ապագայի վերաբերյալ վաղ թե ուշ դառնում են իրականություն։ Ընդ որում Նիկոլը մեզ անդադար ապացուցում է, որ մենք ինչքան համարում ենք, որ իր տականքությունը հատակ ունի, սա վերջն է, սրանից դա էլ ինչ պետք է անի, լավ։ Ասենք խոսքի համար Նարեկին Վազգենին է նստացրել, Դավիթ Համբարձումյանին իմպիչմենտի թեկնածու դառնալու համար է նստացրել, Սրբազանների է նստացրել։ Ինքը չէ, ինքը ասում է, ինչ եք դուք խոսում։ Ներքևից ձայն է տալի, ասում է, հեսա հələ հատակը ստեղ է, դուք հələ հատակին չեք հասել, դուք չգիտեք, որ ես ընդհանրապես կարմիր գծեր չունեմ։ Եվ այդ կարմիր գծերը իմիջիալից վերադառնալով մեր նախորդ թեմային, երբ այդ կարմիր գծերը չի տեսնում Եվրոպան, չտեսնելու է տալիս, շատ մի սիրուն ելույթով, ասենց քթներին կտացրեց Հայկ Աբամիջանյան իր ելույթով, ժողովուրդ, չգիտեմ տեսել եք թե չեք տեսել,